Հայաստան, Երևան, հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք։ Աշխատանքային օրերին գործից հետո միացեք առաջինին մենք ներկայացնում ենք իրական պատմություններ եւ իրական հերոսներ թեմաներ, որ բացառիկ են ու հետաքրքիր եւ միայն ազատ գոտում են։ Այսօր մենք ձեզ ցույց կտանք։ Ռաբիզի թեման շարունակելով ազատ գոտու տաղավարում ռաբիզ աղջիկներ ու տղաներ են իրենց բոլոր դրսևորումներով։ Մյուս կողմում անտի-ռաբիզ պայքարող դպրոցականներ ու նրանց դասղեկը, ում համար հաղորդման ավարտին տեղի է ունենում ամենաանսպասելին։ Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին մենք խոսում ենք ռաբիզ երաժշտության մասին, կրքերը հասան մինչև նրան, որ եթերն ավարտվելուց հետո դեռ չէր սպառել այդ թեման իրան։ Այսօր մենք խոսելու ենք ռաբիզից, բայց ոչ թե երաժշտության ու նաեւ երաժշտության մասին, այլ նաեւ խոսելու ենք ռաբիզը որպես ենթամշակույթ, հագնվելու ոճից եւ ամեն ինչից։ Եվ այսպես, ազատ գոտու տաղավարում են մարդիկ, ովքեր արդեն տարիներ շարունակ պայքարում են իրենց ոճի համար, ըմբոստ ու պայքարող երիտասարդներ, համացանցում, փողոցում ու ամենուր նրանց ախոյանները, այսպես կոչված քյարթուներն են։ Դիմավորեք Վահե Ղարիբյան, Շամիրան Պողոսյան, Վիկա Մարկոսյան, Լիլիթ Գևորգյան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներ, ինչպես նաև նրանց հետ է Շամիրան Պողոսյանը, նրանց դասղեկը, որը նրանցից չի տարբերում, ծափարենք մեր այսօրվա հերոսներին։ Բարի երեկո, հարգելի պատանիներ, եւ ուրախ ենք նաեւ հարգելի դասղեկոր, ուրախ ենք մեզ մոտ տաղավարում եք։ Ինչու եք դեմ ռաբիզին եւ ինչպես ծնվեց եւ ինչպես ձեր այդ ըմբոստ հոգին արթնացավ։ Բարի երեկո, շնորհակալություն։ Նախ ասենք, որ ռաբիզը, այսպես ասած, երեխաների համար նախ դա իրենց մեջ ճաշակ է ձևավորվում, դրա համար իմ սովորողները, այսպես ասեմ, դե բնականաբար մեր դպրոցում եւս եւ շրջապատում կան ռաբիզ ոչ միայն մտածելակերպով, այլ ընդհանուր ճաշակով ռաբիզ մարդիկ եւ նման գաղափար ծնվեց Վիկա եւ Վահեի մոտ, հակառաբիզ շարժում սկսվեց։ Իդեպ Facebook-ում այնքան գերակտիվ եք, որ անկախ քո կամքից հայտնվում ենք ձեր ընկերների ցուցակում։ Երևի արդեն իրենք։ Լավ, եւ Վահե պատմի, ինչպես առաջացավ այդ միտքը ստեղծել անտի-ռաբիզ շարժում։ Դե այնքանով, որ ասենք մեր շրջապատում կային մարդիկ, ովքեր փորձում էին ապացուցել, որ ռաբիզը լավ երաժշտություն է ու իրանց ապրելակերպը շատ ճիշտ է։ Մենք դրան համաձայն չենք, որոշեցինք սոցիալական ցանցերում, տարբեր կայքերում սկսել մի շարժում հակառաբիզ անունով ու այնքանով, որ հասանք ստեղ, սենց ասեմ։ Ծափարենք հրաշալի ակտիվիստներին։ Իդեպ, ո՞րն է ռաբիզ, ինչն է ձեզ հատկապես անհանգստացնում եւ նյարդայնացնում այդ ռաբիզ կոչվածի մեջ։ Ոչ թե ռաբիզը, այլ ռաբիզությունը։ Այսինքն ռաբիզ դա միայն ինձ համար կոնկրետ երաժշտությունը չի, հա, այսինքն մարդիկ կան, որ իրենք ռաբիզ են էությամբ ու դա է ամենաշատը բարկացնում։ Օրինակ էությամբ, որ ռաբիզը ինչպես է դրսևորվում։ Ինչպես է դրսևորվում։ Իսկ մտածելակերպով, հագուստով, մենակ հագուստը ինչպեսի պիտի լինի։ Դե չեմ կարծում շատ ոտքից գլուխ սևի մեջ կամ ինչ-որ շատ գլամուրային տեսքով։ Իսկ ռաբիզ նկատի ունեք այդ կոշիկները, հա, երկարավուն։ Չէ։ Ոչ միայն։ Օրինակ են, որ իրանց ընկերուհուն չեն թողում ինչ-որ ձևերով հագնվի կամ ասենք, այս ժամին տնից դուրս չգա, այդ արդեն նյարդայնացնող է։ Ծափարենք Վահեի։ Շատ համարձակ են։ Եվ հիմա մարդիկ, ովքեր իրենց համարում են ռաբիզ, այո, հարգելի հյուրեր, նրանք չեն թաքցնում, որ նրանք ռաբիզ են եւ առհասարակ նաեւ հպարտանում են, դա նրանց ապրելակերպն է, դա նրանց ոճն է։ Դիմավոր է Գրետա Սարգսյան, Ռուզան Ղազարյան, Դավիթ Հակոբյան եւ Հովանես Խաչատրյան։ Մարդիկ, ովքեր սա եւ այս ապրելակերպը դարձել են իրենց համար որպես կրեդոն։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Նմանապես։ Լսում եք կարծիքները, այ հետաքրքիր է, դուք նրանց ռաբիզ հիմա հակուկապը տեսնում եք եւ ամեն ինչ տեսնում եք ռաբիզ եք համարում։ Այո։ Եվ ինչը, ասենք հետաքրքիր է։ Ինչո՞ չէ։ Կներեք մի հատ հարց տամ։ Իմը ի՞նչն է ռաբիզ։ Կպատասխանեք։ Շորերը չէ, բայց ասենք պահվածքը։ Մի հատ բացատրիկ, ես Չէ, քո քայլից էլ զգացվում էր։ Հա, մի հատ բացատրիկ։ Բայց մանիկենշիցայի նման քայլի։ Չէ, մանիկենշիցայի նման չէ։ Ուղղակի այն որ դու ինչ-որ ձևերով, սենց իրոնիայով էիր քայլում։ Իմ քայլվածքն է։ Հա քո քայլվածքն է, բայց արդեն քո մեջ այդ տպավորվել է, որ քոնո Ամեն մարդը ասենք իր քայլվածքն ունի, չէ։ Հա, տպավորվում ու քայլում է։ Էդի չես կարող ասես ինչ որ մի բան։ Առաջինը տղա ջան, որ մեծ հետ խոսում ես, դու քով ես խոսում։ Չէ, դու արդեն սկսեցիր դույով խոսալ։ Դա ոնց հասկանանք։ Բայց դուք էլ պետք է հաշվի առնեք, որ նա տարիքով փոքր է ձեզանից եւ չի կարելի ասել տղա ջան։ Քայլվածքի մեջ ինչ կա, որ իրա դուրը չեկավ։ Ինչ ձև պետք է թռվռալով։ Դա կարելի է ավելի գեղեցիկ կերպով երեխային հարցնել, կարծում եմ։ Դուք ամուսնացած եք։ Ոչ։ Որ ամուսնանաք ձեր հարսանիքում
Բնականաբար ես չեմ ասում, որ խնջիկներին չպետք է նման երաժշտություն լսել կամ մենք նման երաժշտություն չենք լսում, բայց հաստատ որ գնում ենք տուն ոչ մեկս չենք միացնում ռաբիզ երաժշտություն կամ մեքենաների մեջ եւ դա անընդմեջ լսում։ Դուք ռոք եք լսում։ Այո։ Ռոքն ու ռաբիզ երաժշտությունը այսօր հակամարտություն է, ծափարեն երկու կողմերին էլ։ Պատրաստված երիտասարդներ, լավ, օրինակ երկու գեղեցիկ աղջիկներին տեսնում ես, Վահե, դու որպես արական սեռի ներկայացուցիչ, ճապակա տղամարդ, ընտանիքի հայր, հետաքրքիր է, նրանց ի՞նչն ես համարում ռաբիզ, ավելի շքեղ, նրանց հնարավոր չէ։ Շքեղ, բայց ասենք ոչ հենց հիմա ու ասենք հաղորդման մեջ որ իրանք հագնում են սենց այսինքն սենց հագնվելը ի՞նչն է։ Ես եկել եմ հաղորդման մասնակցել, ոչ թե գնացել եմ աղ թափելու, ասենք իմ հագուստի Իսկ ես համար։ էլ հաղորդման գնամ հարսանիքի։ Իսկ ներեք, եթե հաղորդումից հետո գնում եք հարսանիքի, դուք նույնքերպ կգնաք։ Ինչ։ Դուք նույնքերպ եք գնալու հաղորդումից հետո հարսանիքին հագուստով նկատի ունեմ։ Իհարկե։ Այսինքն ձեզ համար եւ հաղորդման գալու եւ դրսում եւ հարսանիք գնալու հագուստը նույնն է։ Ես ավտոմեքենայով եկա եւ ավտոմեքենայով կգնամ հարսանիքի։ Ուրիշ հարց ունեք տալու։ Նկատի ունեմ, որ դուք գալիս եք հիմա տաղավար եւ Այո։ Եթե նայենք շուրջը տաղավարում ոչ ոք, սա իմ ոչն է։ դա է բնականաբար դա ձեր ոչն է։ Ես նկատի ունեմ, որ յուրաքանչյուր տեղ պետք է իմանալ ինչ հագնել եւ ձեր իրավունքն է, թե դուք ինչ կնախընտրեք հագնելու համար։ Այո։ Ինչն է ձեր դուրը չի գալիս։ Կամ ինչն է ռաբիզ։ Այո, ինչն է ձերն է բոս, ինչ ռաբիզ։ Դուք որ այդքան ասում եք։ Կներես մեկ հարցնամ, եթե ասենք ռաբիզից խոսում ես, օրինակ որ գցենք քո ոչ։ Մենք կարծում եմ մենք Քո ոչն էլ է։ կարող եք ինձ ասել թե կոնկրետ ինչն է ռաբիզ։ Սենց լրիվ։ Կամ ասենք ձեզնից մեծ ախի դուք եք։ Ձեր կարծիքով սպիտակ վերնաշապիկը ռաբիզ է։ Չէ։ Օրինակ քո հակու կապը։ Օրինակ ձեր հակու կապը նա։ Օրինակ ձեր հակու կապը։ Իսկ ինչը կոնկրետ կարող եք ինձ կոնկրետ մատնանշել ինչը։ Արդեն որ դուք եկաք երեխաների հետ ու երեխաները տոնով են խոսում, դա արդեն երեխաների տոնով նայած երեխաների հետ դուք նախ այդ տոնով սկսեցիք խոսել, բացի դա։ Լավ, եկեք պարզաբանում մտնենք, օրինակ հետաքրքիր է։ Ձեր հեռախոսի մեջ օրինակ ինչ երաժշտություն կա եւ օրինակ ինչ ռինգթոն կա։ Դուք ցույց կտաք առաջի պատահած օրինակ երաժշտությունը։ Ես կարծում եմ հեռախոսի մեջի երաժշտությունը մարդու մասին շատ բան է ասում, որովհետեւ հեռախոսի մեջ տեղ է գտնում այն երաժշտությունը, որը հոգեարազատ եւ սիրելի է, չէ՞, մարդու համար, եւ կարծում եմ հանդիսատեսին եւ հեռուստադիտողիները հետաքրքիր, թե ինչ կգտնի այս պահին մեր շատ սիրելի Ալեք Յունասյան։ Հանդիսատեսն է երևի ծափ չէ դա։ Համամիտ է, մեր հետ էլ հանդիսատեսը համամիտ։ Քո հեռախոսի համարի երաժշտությունը։ Եվ հիմա տեսնենք թե այս կողմում հեռախոսի ինչ երաժշտություն կլինի։ Մինչև դուք պատրաստվում եք այս երաժշտության ինչն է ռաբիզ 2-3 նոտա լսեցիք եւ արդեն ձեր։ Դե գիտեք ինչպես, չեմ կարծում դա որ կարելի է կիրառել որպես հեռախոսի ցանկ իմ կարծիքով։ Բնականաբար խնջույքների ժամանակ հնարավոր է որ նման երաժշտություն լսվի, բայց ոչ որպես դա ռինգտոն լինի։ Շատ լավ, պատրաստ եք ձեր հեռախոսի ռինգտոնը։ Մի վարքյան։ Իսկ ռինգտոնի համար ինչ որ հատուկ սահմաններ կան, այսինքն ռինգտոն պիտի լինի յուրաքանչյուրն ինքն է նախընտրում։ Դեմ չէ որ դուք դա եք նախընտրում, բա ինչի եկել մեզ հակասում։ Ուղղակի ձեզ չեմ հակասում, ես ասում եմ այն որ դա ինձ դուր չի գա։ Ձեզ դուր չի գալիս, մեզ շատ է դուր գալիս։ Բայց մենք ձեզ ոչ մի բան չենք ասում, որ դու դա ձեզ դուր չի գա։ Լավ, հետաքրքիր է։ Այ օրինակ Դավիթ կամ խոսքս ուղեմ Հովանեսին։ Ձեր ընկերուհուն դուք չեք թողնում, որպեսզի նա 7-ից հետո տանից դուրս գա։ Այ հետաքրքիր է ինչու դուք նրան խանդում եք։ Չէ, չեմ խանդում։ Ուղղակի ուշ երեկոյան չի թույլ ատում։ Եթե իմ հետ դուրս գա, ես թույլ կտամ։ Իմ հետ ավելի ուշ, բայց այդ ժամին մենակ չէ։ Չէ, հազարատ ասենք բան ալի։ Օրինակ թի, որովհետև գիշերով շատ անկապ մարդիկ են ֆրֆռում, էլի կարող է վիրավորեն զուտ դրա համար։ Զուտ էտա։ Այսինքն արդարացում է։ Բայց դա դուք այդ մտածողությունը որ չի թողնում որ ընկերուհին մենակ դուրս գա տանից 7-ից հետո դուրս գա, դուք դա համարում եք ռաբիզի։ Անհանգստության նշան եւս լինել։ Բայց դա ռաբիզության հետ կապ չունի, դուք էլ աղջիկ եք, դուք էլ գիտեք, որ գիշերի իհարկե մենակ աղջիկներ չի կարելի դուրս գալ, իհարկե։ Շատ լավ, եւ ձեր եթե հեռախոսի ռինգտոնը պատրաստ է, սիրով լսենք, թե ձեզ մոտ ինչ է։ Աչքիս էլի ռաբիզ էր, արագ փոխեցիք։ Ճիշտ է։ Չէ, հեռախոսի զանգներ։ Էդի կարելի է տարբերել։ Լավ, լսում ենք։ Սովորական։ Դուք հավանում եք այս այս տեսակետը։ Չէ, ես չեմ ասում որ դա ես Ռոք երաժշտություն էր այս կողմում։ որպես ռինգտոն,
Դա իր ճաշակն է, յուրաքանչյուրը ինչպես ասացի ինքն Շատ լավ, մենք տաղավարում սիրով հյուրընկալել ենք մարդիկ, ովքեր դեռ 3 եւ նրա նախորդ օրը մենք քննարկում էինք առասարակ երաժշտություն եւ այդ տեսակետը եւ ձեր արժեվ հարգելի հյուրեր նստած են երիտասարդներ, մարդիկ, ովքեր կերտվելու են եւ մեր վաղվա ապագան են եւ տեսնում եք երկու հստակ տեսանկյուն եւ ձեր դիտարկումը։ Ասեմ իմ տեսակետից, այստեղ լսվեց երկու երիտասարդների բջջային հեռախոսի մեջի պարունակությունը եւ բնորոշվեց նրանց ռաբիս կամ ոչ ռաբիս լինելը։ Ասեմ ամենքի իր տարիքային խառնվածն է ցույց տալիս։ Այդ տարիքի երիտասարդը բնականաբար նրանք հակված են ռաբիս երաժշտության։ Ես ռաբիս երաժշտություն ինքս սիրում եմ։ Բայց ուսումնական կենտրոնում մենք, ասեմ, եթե երաժիշտը ինքը արդեն դաստիարակություն է ստանում, երաժշտական կրթություն է ստանում, դա նա ռաբիս չի կատարում, նա կատարում է ճիշտ կատարում, անկախ իմ բանից, ինք ոչայնության մեջ։ Լավ, իսկ հակու կապը եւ այլն, ինչն եք դուք ինքներդ որպես տարիքով եք համարում։ Եթե մարդը արդեն ինտելեկտը զարգանում է, բնականաբար նա ճիշտ էլ հագնվում է, նա ճիշտ էլ մտածելակերպն է զարգանում, նա ամեն ինչը փոխվում է։ Իսկ այսպես փոքրիկի մոտ ասեմ նրա ռոք լսելը բնականաբար այդ տարիքը բոլորը հակված են ռոքի։ Իսկ այդ օրինակ մեր մյուս հյուրերի մոտ Գրետայի, Ռուզանի, Դավիթի եւ Հովանեսի մոտ ինչ որ ռաբիս բան տեսնում եք։ Գիտեք ոնց արտակնապես չի ասում, միգուցե շփվելուց կարելի է գտնել նա։ Շնորհակալություն, միկրոֆոնը կարող եք փոխանցել մյուսներին նույնպես լսեմ, շատ կարճ ինչ որ ռաբիս որևէ բան նկատում եք։ Ես ոչինչ չեմ նկատում, բայց 7-ից հետո դուրս գալը դա ապահովության եւ չապահովության մասին է խոսում։ Այնպես որ վտանգավոր ժամ է։ Շատ լավ, դուք հարգելի անձի, այսպես ասած, ռաբիզների դեմ պայքարող եւ Facebook-ում այդքան մեծ շարժում եք կազմակերպել, նաեւ ինչ որ վիրուսով վարակելու մասին եք խոսում։ Հետաքրքիր է դա իրեն կոմիտասի մասին է խոսքը, անտիվիրուս կոմիտասի մասին, դա իրեն ինչ է։ Որ գոնե ռաբիզես լսում մեղքերդ կոմիտասով գոնե խավես։ Բադաշնորհք հա։ Բայց դուք ինքներդ հենց սկզբին ասացիք, որ դուք ռաբիզի տակ ապարում եք մեծ հաճիկով խնջիկների ժամանակ, այսինքն եթե դուք ինքներդ հաճիկ եք ստանում ռաբիզի տակ ապարելուց, ինչ եք բողոքում ռաբիզից։ Հաճիկ եք ստանում ապարելուց, ոչ թե կոնկրետ ռաբիզի տակ ապարելուց, ուղղակի բնականաբար այդ ռաբիզի տակ եք ապարում, ոնց չէ։ Բայց երգը լսում ես, չէ, երգը քեզի դուր է գալի, եթե հելում ապարում ես։ Եթե ինձ ինձ երգը ապարում դուր ես, ու չկարողանամ դրա տակ ապարել, չեմ ապարում։ Լավ, իսկ դուք որ գնում եք խնջիկների, որ այդ 5 մի խոսքով այդ երաժշտությունները որ սկսվում են գնալ, դուք որևէ տարբերություն նկատում եք այդ երաժշտությունների միջև։ Խնջույքի երաժշտությունների մասին է։ Տարբերություն միշտ էլ նկատելի է, բայց ինչ տարբերության մասին է։ Դեռ կասիկով տակները տարբեր են, բացի բարերից ինչ որ բան տարբերվում են։ Հա, երաժշտությունը։ Ռիթմը երաժշտություն։ Դուք Ասենք արագա ու դանդաղա լինի։ Չէ։ Ինչ չէ։ 6-8 չափ չեն, բոլորը նույն տակտերով։ Լավ, Շամիրամ, օրինակ հետաքրքիր է։ Ես ձեր համացանցում երբ մինչև հաղորդմանը ձեզ հյուրընկալել է, օրինակ կարդում էի Facebook-ում, ասում եք երբ տղան օրինակ մազերը այսպես դիմաց հատիկ, օրինակ հիմա որ հատիկ սարքած է մազերը։ Սրա ինչն է վատ, օրինակ մեր հաղորդման հերոսը հատիկ սարքել է։ Դե չեմ ասի գեշա, ուղղակի այն, որ իրանց մոտ այդ կարծրատիպը։ Իմիջիայլոց ձեր մազերն էլ է հատիկ։ Չոկա է գալի։ Բայց այդ ինչ որ ես ռաբիզան ասում եմ։ մազերից պետք չի մարդու քեզ հակասող բաներ գրում։ Չեմ Դու ինքդ անում ես, բայց քեզ հակասող բաներ ես։ Ես տենց բան չեմ գրել։ Աղջիկներ խոսքը ձերն է, խնդրեմ։ Տեսնենք որ ասում են։ Դուք օրինակ ամեն անգամ մեզ ասում եք մեր ինչն է ռաբիս։ Ըստ ձեր ինչն է ռաբիս, որ այսքան խոսում եք։ Ձեր ինչն է ռաբիս։ Որովհետև դուք եք եկել այս հաղորդմանը ու հպարտորեն ասում եք մենք ռաբիս ենք։ Ձեր ինչն է ռաբիս, այդքան հետաքրքիր է։ Նոր դուք եք ուզում ապացուցեք, որ ինչ։ Այս կողմը դրանք ուղղակի չեն թաքցնում այն ռաբիզության տարերը, մտածում են որ դա հասարակության իրական մի մասնիկ են եւ եթե դուք համարում եք որ 7-ից հետո չեք թողնում երբ ձեր ընկերուին օրինակի համար դուրս գար, նրանք այո խոստովանում են վերջ չեն թողնում, որտեղ անվտանգություն է։ Չի որ մենք կողմից որ 7-ից հետո պետք է դուրս գանք։ Հիմա վերջ դուք 7-ից հետո դուրս չեք գալիս։ Ես նկատի չունեմ որ կոնկրետ դա կարծրացած մտածելակերպ է բոլորիս մոտ, բայց համենայն դեպս դեմ չենք որ նման կերպ մտածելակերպ ունեն իրենք։ Ու հետո եթե իմ հակնվածքը ասենք ռաբիզ է, ինչ չի թվում, եթե կանացի ես լինում, դա ես չեմ կարծում, դա էլ յուրաքանչյուր տեսակետ ունի։ Շատ լավ, օրինակ ասեք որտեղ որ իմ պրոֆայլում տեսել եք, որ ես գրել եմ տենց մազերին վերաբերող։ Այսինքն նայած որտեղ կներեք, նայած որտեղ հաղորդման մեջ չի կարելի կանացի լինել։ Կանացի լինել կարելի է, բայց ոչ ռաբիս։ Ինչի՞։ Օրինակ ինչն է ռաբիս։ Ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ երեկոյան զգեստով գալ հաղորդման նկարել։ Մենք բացատրեցինք ասենք ինչ պատճառով ենք։ Մի րոպե, դա ոչ նա, դա իրավունք չի տալի ձեզ, իրավունք չի տալի ձեզ։
մեզի քննադատել թե մեր ոչ Կներեք մեկ հարց տամ, էլի։ Իսկ ինչ հագուստ հագնի։ Լավ, մի բան կարող եմ ես ասել նախ։ Եթե դուք սրանից հետո գնայիք հողարկավորության արարողության, դուք նույն հագուստով եք Դա գալու։ արդեն մենք կիմանանք, թե ինչ կհագնենք հողարկավորության ժամանակ։ Բնականաբար դուք իմանայիք, ինձ ուղղակի հետաքրքիր է, որ ձեր պատասխանը։ Իբր հարց տվեցիք, բայց ձեր հարցը լրիվ անկապ հարց էր բերեք ասեք, անիմաստ հարց է հողարկավորության ժամանակ։ Անկապ դուք հիմա դրանից հետո գնալու եք խնջույքի։ Ես հիմա հարցնում եմ, իսկ եթե հողարկավորության արարողության գնալու լինեիք, այդ դեպքում հաղորդման եւս այս հագուստով չէին գնալու։ Բա ես նկատի ունեմ, դուք հիմա չէին գնա հետո։ Մեկ նրա համար եք հագնվել, որ հետո գնալու եք հարսանիքի։ Հա։ Հետո Բայց ոչ հողարկավորության արարողության։ Եվ սիրով տաղավարում ունենք մարդիկ, ովքեր այս թեմայի շուրջ արդեն երկու օր խոսում են եւ շնորհակալություն, որ եկել եք։ Խնդրեմ ներկայացեք եւ ձեր տեսակետը ասեք։ Բարի երեկո։ Ես երաժիշտ եմ, հա, բարի երեկո։ Ես ուզում եմ ուղղակի ասեի, եկեք դիմացին ինչ ասենք, դու սենց ես, դու նենց ես, դա ուղղակի սիրուն չի, համ եւ քրիստոնեական շարժում չի, էլի եկեք սիրենք ավելի շատ իրար ու դուք էլ ձեզ մի ասեք ռաբիզեմ, դուք էլ ձեզ մի ասեք ռոքեր եմ։ Մենք բոլորս պետք է հասկանանք ինչից է դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ մենք պետք է արդեն եկել ենք ռաբիզն էլ է երաժշտություն։ Եկել ենք ասել, որ արդեն պետք է վերածնունդ ապրենք։ Լսեք խոսածողը։ Վերածնունդ ապրենք ու հասկանանք ոնց է պետք։ Շատ լավ, բարձ էր ձեր միտքը, եթե չունեք որևէ բան ավելացնելու, հետաքրքիր է։ Սովորաբար ձեր հետևից դուք ինքներդ եք նայում, որ ասում են ռեպլիկներ են բաց թողում, ջակի ջուկի, նույնիսկ մի այդպիսի երկար ջակի ջուկի, հա։ Մի հատ այդ երգը դուք դրա համար եկել սիրուն շնորհքով։ Մենք ձեզի փողոցում տեսել ենք։ Տեսել Այո, ճղակ ջինսերով հենց։ Մենք մեզ նման կերպ չենք տեսել, դուք ինչպես կարող եք տեսնել։ Օրինակ այս երգը դուք հիշում եք ջակի ջուկի։ Մենք ինչքան Այ այդ երգը մի հատ կարող եք օրինակ հիշել, այդ երգը ոնց է։ Մենք ձեզ Ձեր դպրոցում։ այո։ Ովո, մեզի բանի պետք ընկերոջս է բերեմ։ Այո։ Ովո ջան, գնացինք իրանց դպրոցում։ Մենք ձեզ կսպասենք։ Այո։ Հրավիրում ենք ձեզ։ Աշոտ Բլյանի։ Մեկ րոպե, սա արդեն ռաբիզության ենք վերածում, ժամադրել պետք չի, ինչպես ասում են, ժամը դնել պետք չի։ Եկեք ծափարենք երկու կողմերին էլ, որ անկախ ամեն ինչից այնքան անկեղծ եք, որ այսօր եկել եք ազատ գոտի եւ այս առիթով զրուցում եք։ Այդ ձեր հետևից ինչ ռեպլիկներ են բաց թողում, որ դուք երբևէ լսել եք։ Օրինակ այն, որ ես կարող եմ հեռախոսով ռոք լսելով քայլեմ փողոցում, ինչ որ մեկը ֆրացես ինչ ապուշ երաժշտություն է։ Ասենք նույնն կարամ ես ասեմ ինչ որ մեկի համար, մեկի հասցեին, ով ասենք իրանց սպիտակ նիվեկով քշելով ինչ որ 6-8 երաժշտություն են լսում։ Բայց բնականաբար դու չես արտահայտվի։ Դա չեմ արտահայտվի, որովհետև այդ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։ Այս նիվա ունենալը ձեզ վատ է։ Ինֆինիտիի մեջ ասենք ռաբիզ երաժշտություն չես լսել։ Չէ, իրանք դա տարբեր մեքենաներից։ Շուշեկով սպիտակ նիվեն քարտուների նիվա։ Դա քարտուների նիվա չուղղակի Դուք հաշվի չեք առնում, որ իրենք դեռ անչափահաս են երեխաներ, այնու պատկերացնում եք, իրենք այնքան են լսել այդ մեքենաների մեջից նման երաժշտություն, որ իրենց մոտ նման կարծիք է ձևավորվել։ Այսինքն դա վատ օրինակ է համարվում իրենց համար։ Hard rock երաժշտությունը շատ վնաս է երեխաների համար։ Բայց դուք չեք դասել իրենց տարիքային լսում, եթե գիտես ինչ ես լսում։ Hard rock լսելը այդ այն չի, որ դու գժվես քեզ տաս պատերով կամ ինչ-որ նման մի։ Բայց երբեմն գժվում ու տարիս են պատերով։ Շնորհակալություն։ Այո, այդ hard rock-ը լսելու համար։ Բայց Եվ հիմա խնդրեմ, խոսքը ձերն է, ձեր տեսակետը այս հարցի շուրջ, երիտասարդներ, ովքեր հստակ ունեն իրենց ապրելակերպը, իրենց բնավորության գիծը եւ արդեն կերտել են այս տարիքից եւ վաղվա ապագան են։ Այդ այս առիթով ձեր դիտարկումը, միկրոֆոնը խնդրում եմ, խնդրեմ, ձեր տեսակետը հետո կլսենք։ Նախորդ հաղորդումներից ուզում էի ինչ-որ մի բան ասել, որովհետեւ տաղավարից դուրս եղավ կարծիքներ եւ հստակ կարծիքներ էր։ Ես ուզում եմ ասել, որ նախ պետք է մարդը կարողանա կրթել իրեն եւ ընտանիքում պետք է կրթված լինի այն առումով, որ խոսել սովորեն, որտեւ այստեղ անգամ կարող ենք լսել այնպիսի մի պահվածք արդեն խոսելաձև, որ ընդունելի չէ։ Ես ինքս հակված եմ այն բանին, որ պետք է նստես եւ լսես եւ կարողանաս կրթել դիմացինին, բայց հաճախ լսում ենք այնպիսի խոսակցություն, որը մեր լսելիք այո։ Եվ գուցե այդ սերունդների տարբերությունն է։ Ոչ, սերունդների տարբերությունը չէ, անգամ տրանսպորտում, անգամ, ես չգիտեմ, ընտանիքներում, տներում, եթե լսում ես այնպիսի մի խոսակցություն եւ չես կարող նկատողություն անել, եւ այստեղ եթե եթեր է արդեն հերարցակվում այսպիսի խոսակցություններով, ինձ ես ներողություն եմ խնդրում, որովհետեւ պետք է կիրթ խոսել, չեմ ասում գրական խոսել, բայց կիրթ։ Երբ որ խոսում են տգեղ,
դա արդեն ոչ թե երաժշտություն է, ոչ թե արդեն պետք է մենք նայենք թե ինչ են լսում, այլ ինչպես են խոսում եւ ինչ դաստիարակություն ունեն նրանք։ Դաստիարակություն, ես ներողություն եմ խնդրում, որովհետեւ ուզում եմ շարունակել, շատախոսել էլ չեմ ուզում, բայց կա մի բան, որը այո, պետք է միայն եւ միայն լինի գեղեցիկ։ Եթե կարող ես ներողություն խնդրել կամ կարող ես նկատողություն անել եւ դա չընդունվի եւ գրեհկությունը դառնա արդեն այն աստիճանի, որ մենք ասենք, գիտես ինչ, ես վատ եմ զգում, որ ես հայ եմ։ Փող բոլորը կարողանան լավ զգալ իրենց միայն նրա համար, որ իրենք հայ են, այո։ Եվ որտեղ էլ նրանք լինեն, թե ինչ երաժշտություն են լսում, ռաբիս այսպես ասած, թե կլասիկ երաժշտություն, նա արդեն կամ ռոք դա արդեն չի ասում այն մասին, որ նա ինչպեսին է։ Եվ ինչպես տեսնում եք, հարգելի երիտասարդներ, միշտ ավակ ծերունդը այսպես բռնկումով եւ այսպես միշտ խրոխտ է մոտենում ցանկացած տեսակետի եւ հարցի շուրջ, որը լինում է։ Այսինքն ինչու եք այսօր պայքարում ռաբիզների դեմ, բամոտ չեք անում դուք։ Գիտեք ինչպես դա պայքարելու խնդիր չի այստեղ, յուրաքանչյուր ոք իր տեսակետն ունի, իր ապրելակերպն ունի։ Ուղղակի ես միայն օրինակ թեկուզ դուք ձեր խոսակցականի մեջ մի շարք շատ ռաբիզ բառեր եք, չի օգտագործում տղաներ։ Օրինակ մի հատ օրինակ հետաքրքիր է, օրինակ ինչ բառեր, որոնք արգել են եւ եթե երթուղայինների մեջ թե թեկուզ ասում եք կրկնեք։ Չէ, ասեք դրանք, մենք եք ասենք, այդպես արտահայտություն անում ենք, թե չէ։ Տենց մտնոլորտով չեմ խոսացել, որ իմանամ։ Կամ ասենք լսել եք, չէ՞ մենք ինչ ենք ասել։ Հիմա ինչ որ տենց իսկ դու ինչ ձև ես խոսում, ասենք տարեր են սղում առանց ինչ որ պատճառի։ Իսկ դու ինչ ձև ես խոսում, մի հատ կասես, մի հատ նախադասություն լսենք քեզ։ Ես խոսամ այն մարդու հետ, նենց ոնց որ ինքն է։ Իդեպ խոսամ, չեք խոսեմ։ Նույնպես հայերեն բառ չի։ Այո։ Երիտասարդին եւ սիրով նաեւ լսում ենք ձեզ։ Խնդրեմ ձեր տեսակետը, հետո բարձրախոսեք փոխանցեք։ 1 րոպե այսօր այս շաբաթը սկսել ենք շատ թեժ եւ կրկոտ եւ ինչ որ կռիվներով, խնդրեմ լսում եք։ Այսօր մեր երիտասարդ սերունդն է կանգնած հարթակին եւ օրինակ է ծառայում, այսինքն հազարավոր երեխաներ, սերունդներ այսպես բոլորը տեսնում են եւ ես ուզում եմ մի բան կարեւորել, որ յուրաքանչյուրս ունենք մեր ճաշակը, յուրաքանչյուր մարդ ոչ մեկ չի կարող բռնանալ դրա վրա, թե ինչ եմ ուզում հագնել, ինչ եմ ուզում սնվել, որտեղ եմ, ինչ եմ ուզում լսել, իր սկզբունքները յուրաքանչյուր մարդ ունի, ես պարզապես կարևորում եմ շրջապատի դերը, թե այդ մարդը որ շրջապատում է մեծանում, որտեղ է, սկսած ընտանիքից, ինչ ընտանիքում է մեծանում, դաստիարակությունը նաև, եւ որ շրջապատում է, աշխատանքի գնում է, ինչ շրջապատում է, իր շրջապատի ընկերները, աշխատանքային ընկերները, այսինքն շրջապատը ես մեծ կարևորություն եմ տալիս, որ մեծ դեր ունի դաստիարակության մարդու բնավորության ձևավորման համար։ Խնդրեմ, կարող եք բարձրախոսը փոխանցել, շնորհակալություն ձեզ նաև, որ այսօր հյուրընկալ եք մեզ մոտ աղավար եւ ձեր խոսքը։ Ես գիտեք ինչ, սիրո պակաս եմ զգում հիմա, սրտի պակաս։ Թվում է թե այս տաղավարում գտնվողները թուրքական բանակն են ներկայացնում, մյուս տաղավարում գտնվողները հայոց ազգային բանակը։ Եվ մեջտեղը փշալարեր են։ Սիրեք իրար, սիրեցեք իրար երեխաներ, դուք հայեր եք, հայորդիներ եք, արորդիներ եք, հայոց ազգի դուստրերն եք, ու ասեմ մի բան, այստեղ ասում են ռաբի զերք ենք լսում, այն տաղավարում ռոք, անկեղծ ասած ուր մնաց հայկականը, ազգայինը, դասականը, դա էլ դնում եմ մի կողմ, անկախ ամեն ինչից մի բան կա, անձնավորության զարգացումը պայմանավորված է 4 գործոններով, չմեղադրենք երեխաներին, չմեղադրենք, ժառանգականություն, փոփոխականություն, միջավայր եւ դաստիարակություն, այն որ մանկավարժ քանի մանկավարժանում կարող եք տալ, որ այսօր իսկապես Սխոմլինսկու ասած իրենց սիրտն են նվիրում եւ երեխաներին եւ իտրիտուր սեր ու սիրտ ստանում։ Եվ հիմա ես մեր երեխաներին հարցնեմ, թող այդ ինքնավստահության դոզան մի քիչ քչացնեն։ Քանի հոգի կարող է հիմա պատասխան տալ իմ հարցերին։ Վիվալդիի տարվա 4 եղանակները քանի հոգի են լսում, տարվա եղանակների երաժշտությունը Բեթհովենի քանի հոգի են լսում, 1, երկրորդը Նյուտոնի բինոմը ով է վերցանում, Կեպլերի օրենքների մասին քանի հոգի գիտի, շղթական ռեակցիա քանի հոգի է։ Կոմպերը կախվեցին, դիտին, ինչ հարցեր եք տալի։ Ես ասում եմ, այսօր եկեք երեխաներին քիչ մեղադրենք, ինչ ստանում են, այն էլ անդրադարձնում։ Շնորհակալություն, որ ըմբռնումով եք մոտենում եւ անկախ ամենից դա տեսակետներ են եւ կարծիքներ ավելացրեք։ Ես հրավիրում եմ բոլորին մեզ մոտ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, մեզ մոտ ոչ միայն երգ եւ պար է ուսուցանվում, այլև մենք 15-20 րոպե առավոտյան ընդհանուր պարապմունք ունենք, որտեղ լսում ենք բացարձակ միայն ժողովրդական երաժշտություն, ժողովրդական պարեր ենք սովորում, ինչպես նաեւ եկեղեցական երգեր ենք եւս սովորում։ Իսկ դուք առավոտյանի երաժշտություն եք լսում։ Ես մի բան
ասեմ, էլ ես համամիտ եմ հիշված եք լսում, այո, հետո կանդրադառնանք դրան։ Հայկը կան, նաև Ռաբի։ Նրանք սպիտակցի Հայկո լսում եք։ Խնջիկների ժամանակ լսում ենք։ Լսում եք, այսինքն դրա մեջ լավ, եկեք որպեսզի արդեն երկու խնդրեմ արագ, որովհետև արդեն Ես համամիտ եմ հնչված կարծիքների հետ, դուք մենք ձեզ հետ թշնամի չենք, բայց դուք մի տեսակ շատ բարի կերպարով եք, բայց ինքներդ ձեր ասածին հակասում եք։ Հիմա դուք ասում եք, որ դուք դեմ չեք, ասենք, որովհետև ցանկացած իր կարծիքը ունի, բայց ինքներդ եք ցանցերում հակա ոնց ասած անտիվիրուս չմոռանում։ Ինքներդ եք այդ ամեն ինչը բորբոքում ցանկանում որ դուք լսեք։ Դա ված տեսակետ է ձեր կարծիքով։ Բայց եք անտի-ռաբիզմը հասկանում դեռ ռոք լսեք։ Ես չեմ սիրում ռոք, բայց կյանքում եթե այստեղ են ռոկա լսում, ես իրան չեմ վիրավորի։ Դա կոնկրետ իր տեսակետն է։ Այո, իր տեսակետն է, բայց ինքը ես օրինակ ռաբիզ եմ, չէ՞ լսում։ Ռաբիզ եմ, չէ՞ լսում։ Ինքներդ համամիտ եք, թե ռոկա լսում, թե ջազա լսում, իր պրոբլեմն է։ Հա, բայց այն որ լավ, քանի որ ժամանակն է, որպեսզի արդեն ամփոփենք, դուք որպեսզի դեմ եք այս կեցվածքին, այս հագնվելու ոչին, մազերի սանրվածքին եւ ամեն ինչին։ Սանրվածքին բան չէ։ Սանրվածքին էլ բան չասեցիք, չնայած որ արդեն ասեցիք, հիմա արդեն ձեզ հակացում եք։ Դրական բան չեք տեսնում այս ամեն ինչի մեջ։ Ես կարծում եմ, որ սովորաբար որ ասում են այդքան ռաբիզ, բայց ես կարծում եմ դրանք շատ ընկերասեր են եւ շատ նվիրվող մարդկային տեսակ եւ ուժ է։ Խնդրեմ մինչև դուք մտածում եք թե ինչ դրական բան եք տեսնում հենց այդ ձեր ասացի մեջ, որպեսզի խոսքը ավելի հետաքրքիր ամփոփենք, լսում ենք ձեզ։ Տպավորությունը այսօրվանից, որ ոչ ռաբիզներն են հատուկ ինչ-որ ռաբիս, ոչ էլ ջակի ջուկիները ես չեմ անում։ Ուղղակի անտի-ռաբիզներ։ Հա, բայց ամենայն դեպս տարերի առումով կարելի է ձեզ մոտ էլ տեսնել ռաբիս տարեր, իրենց մոտ էլ տեսնել։ Օրինակ ի՞նչն է ռաբիս տարեր, հետաքրքիր է։ Օրինակ հասարակ բան, օրինակ չեմ անում։ Հա, թեկուստը։ Բոլորը տենց են համարում, բայց ես Հա, թեկուստը։ Դա բարեք։ Շնորհակալություն ձեր դիտարկումը շատ տեղին է։ Ուղղակի ասել ես այն է, որ կարող եք եւ դուք ավելի կարևոր բաներով զբաղվել։ Մեր երկիրը այսօր այնպիսի վիճակում է, որ ցանկացած այր, ցանկացած երեխա, ցանկացած մարդ պիտի մտածի այսօրվա ու ապագայի մասին։ Ավելի կարևոր բաներով պիտի մտածեք, անեք ու ընդհանրապես պետք չէ բարդույթավորվել, թե ինչ շոր հագնել, շորը պետք է հագնել են ինչը հարմար է։ Հարմարության տեսակետից։ Ինչի մեջ քեզ ազատ ես զգում, այո, իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, ես չեմ ուզում արդեն նորից անդրադառնալ, անցած անգամ խոսեցինք, բայց երաժշտությունը խոսքը կերտում է մարդ, եւ լավ կլինի, որ մեր եթերով 80% հնչի այդ ճաշակավոր երաժշտությունը, որպեսզի գոնե 80% մարդիկ ստանան այդ եւ հասարակ մի բան, բոլորին թվում է, թե իրենք սուրճ խմել սիրում են, ուզում են, իրենց բնույթն է դա, բայց դա սովորույթ է, ուղղակի ամեն օր սովորեցնում են, դա դառնում է սովորույթ։ Ձեր բնույթը, ձեր ինքնությունը կարողացեք տարբերել սովորույթներից։ Շնորհակալ եմ եւ խնդրեմ ծափարենք եւ բարձրախոսը փոխանցենք Արսեն Մեղնիսուրին, որովհետեւ քիչ ժամանակ է, որպեսզի ամփոփենք։ Լսում ենք ձեզ, կարճ։ Ուրեմն ես ռաբիս հասկացողությունը երաժշտության մեջ եմ լսել, տեսել։ Ես առաջ անգամ եմ տեսնում, որ ռաբիս երիտասարդների մեջ նման խոսակցություն կա։ Ուրեմն ռաբիզը հասկանում ենք, բոլորդ եք հասկանում, անճաշակության ինչ-որ խորհուրդ ունի։ Ես բոլորի մոտ էլ լավն եմ տեսնում, մեր երեխաներն են պարզապես։ Կարելի է լավ հագնվել, կարելի է չափից շատ լավ հագնվել, կարելի է վատ հագնվել։ Ամեն ինչ չափի մեջ։ Չափի մեջ ինչ ուզում եք հագեք, ոնց ուզում եք հագեք, մնացեք լավ հայեր։ Տղաներին, օրինակ ռաբիս կարելի ամանել, ավելի վատ բան կարելի ամանել, եթե դուք բանում այդ տրանսպորտում ձեր տեղը չզիջեք աղջիկներին կամ մեծերին։ Ինչ ասես կարելի է, այսինքն դուք տղամարդ, ասպետ առաջի հերթին եղեք, հետո ռաբիս չգիտեմ ինչ։ Փողոցում խոսելուց փորձեք հայերեն խոսել, փորձեք սիրուն խոսել։ Աղջիկների հետ վարվեք ոնց որ ասպետը։ Իսկ աղջիկներ ջան, ձեր ցավը տանեմ, հագեք ճաշակով, հագեք ժամանակակից, բայց չափի մեջ։ Միշտ փորձեք պահել ազգայինը։ Դուք վաղվա մեր հարցներն եք, վաղվա մեր սերունդն եք, դուք վաղը երեխաներ եք։ Կեցեք դուք բարի մարդ, որ ոչ թե քննադատում այս երևույթ, այլ սահման է գծում եւ լուծում առաջարկում, որտեղ կա խնդիր է, այլ շնորհակալություն, հիացած եմ։ Ձեզ էլ լսենք մեկ բառ։ Թե կարելի է մի խոսք ընդհանրապես, ուղղակի հիշեք, որ աղջիկների ճաշակը ձևավորում է տղաներին, ապագա պես ասում են, եւ տղաների ճաշակը ձևավորում է աղջիկներին։ Այնպես որ եթե մենք դիմացինի մեջ ուզում ենք ինչ-որ փոփոխություն տեսնել, մենք մեր ճաշակի մեջ պիտի ձևավորենք դա եւ նրա կփոխվի կգա այդ մեր ուզածին։
Հիանալի է։ Երբ լավ նոտա է լինում, հիմա ձեզ էլ կլսենք Հովանես, շատ կարճ։ Մի բան ասեմ, էլի մարդ կարող է ձեր ասած ռաբիս հագնի, բայց ռոք երաժշտություն լսի։ Շատ այդպես դեպքեր, այդպես հագնվածքի հետ կապ չունի։ Կամ ես ես ուզում եմ ավելացնեմ, էլի, թե ես հագնվածքի մարդ կա կմտածի կարճ է թե բան, օրինակ ես մեկս իմ ընկերոջ կթողեմ սենց հագնի, բայց իմ հետ որ դուրս գա։ Վերջի տեսակետին մնում է եւ լսում ենք նաեւ ձեզ, հետո կլսենք նա։ Ներկայանամ Աշխուխ Սահանուշ, ուրեմն նախորդ հաղորդմանը նույնպես ես մասնակցել եմ, նկարահանվել եմ եւ այն ժամանակ իհարկե հնարավորություն չեղավ խոսելու, բայց ես արագ կասեմ, ուրեմն նախ ռաբիս մեր հասարակությունը մտածում է, որ ռաբիս հենց ինքը նշանակում է շեղում, այսինքն եթե Սայատնովան գրել է տաղաչափության մեջ եւ երգում են բոլորը տաղաչափության մեջ համարվում է աշուղական երգ, եթե շեղվում են եւ ասենք թամամաշխար պտուտեկա երգում են, ասենք հարսանիքներում ըստ ցանկության սիրողական մարդկանց բոլորին դուր է գալի։ Եթե համապատասխան հագուստ են հագնում, ասենք հայկական տարած, դա համարվում է, ասենք հայկական։ Իսկ եթե պորտը բաց, ներողություն տաբատներով, բոթասներով, ապա ավելի դա արդեն համարվում է շեղում։ Իսկ բոթասներով եւ ջինսերով մարդիկ թող գնան, ասենք անտառ։ Իսկ դասղեկը աշակերտների հետ միասին կարող էր հագնվել ավելի դասական, որպես դասղիկ, որպեսզի տարբերվեր աշակերտներից։ Բնականաբար դպրոցում ես համաձայն եք ինձ հետ, դպրոցում բնականաբար ինքը գեղեցիկ հագնված կմտնի, ես չգիտեմ։ Ինչպես եք հագնվում դպրոցում, ինձ շատ հետաքրքիր է։ Կարող եմ ձեզ ասել։ Օրինակ ես կազմակերպիչ եմ եւ ամբողջ ընթացքում, այսպես ասեմ, վազվզում եմ իրենց հետևից, ամբողջ ընթացքում իրենց հետ եմ լինում։ Դուք ինչ եք կարծում, եթե ես դասական բարձր կրունկներով լինեմ, եթե Հարցը բարձր կրունկների մասին չի, հարցը ջինսի մասին է։ Իսկ դուք ազատ կարող եք, աղջիկները շատ գեղեցիկ հագնված են, տղաները նույնպես շատ գեղեցիկ հագնված են։ Ես հասկանում եմ, ինչ վաճառում են, այն էլ հագնում են։ Ինչ որ խանութներում վաճառվում է, բայց ինչի մեջ մարդիկ կոմֆորտ են զգում են հագնում։ Դե լավ, հաղորդումը ավարտվում էր, ուզում ենք լավ նոտայով էլի չենք հավատում, որ դուք ուսուցիչ եք եւ այլն։ Շնորհակալություն, կարևորը կեցվածքը չէ։ Եթե դուք ինքներդ դեմ չեք, ասենք մեր տարբերակին, ուրեմն դուք ինքներդ ձեզ մի հակասեք ու մեզ դեմ ինչ որ բաներ մի տեղադրեք սայտերում։ Ճիշտն ասած լսում ձեզանից։ Ոչ չտեղադրեք սայտերում եւ այլն, որովհետեւ դուք ինքներդ մեզ հետ կողմնակից եք։ Շնորհակալություն երկու կողմերին էլ իրականում այն հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, մենք բոլորս խոսում ենք լուր մեր նեղ ընկերական շրջապատում, բայց Ազատ գոտին դա դարձնում է հանրային, չնայած որ շատերը դա քննադատում են, բայց դա մեր հասարակության եւ մեզ հուզող հարցերն են, որի պատասխանները մենք գտնում ենք այստեղ եւ բնականաբար երկու կողմերն էլ լսելով եւ երկու կողմերն էլ գտնելով դրանցից ճիշտը։ Օրինակ նախորդ յուրաքանչյուր երրորդ թողարկումը, երբ սոցիալական է լինում Ազատ գոտի թողարկումներից, դրանք գտնում են իրենց հարցի պատասխանները, դրա մասին իդեպ դուք հատուկ ռեպորտաժի տեսքով արդեն կտեսնեք ձեր էկրաններին։ Հանրային հեռուստատեսության եթերում Ազատ գոտին է, շնորհակալություն ուշադրության համար եւ շնորհակալություն երկու կողմերին, որ հյուրընկալվեց մեզ մոտ 65001151 մեր հեռախոսահամարն է, վերջին իմ հարցը տամ եւ գնամ։ Օրինակ եթե եկել եք մեր տաղավար Պորտմանը բերելու կարիք կար հետը։ Ազատ գոտին էր եթերում, առողջ եղեք։